Որպես երկվորյակ դեռահասների մայր, ես իրոք անհամբերությամբ եմ սպասում այսօրվա հանդիպմանը։ Մենք բոլորս գիտենք դեռահասների հետ մեր աշխատանքից, նրանց մեծացնելուց կամ նույնիսկ մեր սեփական դեռահաս տարիներից, որ դա չափազանց բուռն ժամանակ է, նույնիսկ լավագույն հանգամանքներում։ Առավել ևս, երբ ավելանում են լրացուցիչ բարդությունները, սթրեսը եւ անորոշության հետ կապված անհանգստությունը, ստացվող լուրերի հետ կապված բուռն հույզերը եւ արտաքին խոչընդոտները, որ թույլ չեն տալիս տեսնել ընկերներին։ Մենք գիտենք, որ դեռահասների հետ հաղորդակցում ստեղծելը եւ նրանց աջակցելը երբեք ավելի կարեւոր չի եղել։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսների նոր տեսակի փորձառությունները հնարավորություն են նորովի մտածելու դեռահասի եզակի ուժեղ կողմերի մասին, թե ինչպես նրանք կարող են ուղղորդել սեփական ուսումնառությունը եւ դրսեւորել մասնակցություն։ Անչափ ուրախ եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին, նյարդահոգեբուժ դոկտոր Դեն Սիգելին, Մտահայեցման ինստիտուտից։ Նա կօգնի մեզ ավելի լավ ըմբռնել դեռահասի ուղեղի յուրօրինակությունը եւ թե ինչպես կարող ենք արդյունավետ նպաստել դեռահասների սոցիալական եւ հուզական զարգացմանն այս ժամանակներում։ Նաեւ ուզում եմ ողջունել Մարիա Լարոսին, ով կմիանա մեզ որպես այս զրույցի մոդերատոր։ Ողջույն Մարիա, ինչպե՞ս եք։ Լավ եմ, շնորհակալություն։ Ես ուզում եի սկսել պարզապես ողջունելով բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են։ Վստահ եմ, որ ձեզնից շատերն ունեն դեռահասներ կամ աշխատում եւ աջակցում են նրանց հատկապես համավարակի ընթացքում եւ բոլոր մյուս հարակից մարտահրավերների հետ բախվելիս։ Մինչև սկսենք, ես ուզում եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ձեր մասին։ Մենք նշեցինք, որ դուք Մտահայեցման ինստիտուտի տնօրենն եք եւ հոգեբուժության կլինիկայի պրոֆեսոր եք Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում։ Բայց դուք նաեւ հեղինակ եք եւ ձեր գրքերից մեկը մտագրոհը հենց դեռահասների մասին է։ Դուք նաև ծնող եք, ձեր երեխաներն այլևս դեռահաս չեն, բայց երբ գրում եք ձեր գիրքը, նրանք դեռահաս էին, ու նաև դուք եք դեռահաս եղել։ Այդ ամենը միանգամայն ճիշտ է, Մարիա։ Այդ վերջինն իրոք կարևոր է կարծում եմ։ Հիշում եմ մի անգամ հայրս ասաց, որ այն հազվագյուտ բաներից մեկը, որ մարդը պետք է իմանա որպես ծնող, լավ հիշողություն ունենալն է, եւ ես հարցրի, ինչի նկատի ունի։ Նա ասաց. «Հիշիր, թե ինչպես էիր զգում քեզ որևէ կոնկրետ տարիքում։ Դեռահասների պարագայում դա կարող է օգտակար լինել»։ Միանգամայն ճիշտ է, եւ ես շատ ուրախ եմ լինել այստեղ ձեզ հետ, Մարիա։ Ես գիտեմ, որ ձեր երեխաներն էլ այլևս դեռահաս չեն, բայց որ դուք եք դեռահաս եղել եւ որ դուք միաժամանակ երկու դեռահաս եք ունեցել։ Եվ գիտեք, այնքան բան կա ասելու ամբողջ աշխարհում դեռահասների վրա համավարակի ազդեցության մասին, ու եթե անգամ որպես ընտանիք մենք մնում ենք սեփական, անհատական մարտահրավերների հետ, կարող ենք դիտարկել դպրոցների համակարգերը կամ մեր մշակույթից բխող կարիքները, մենք այսօր կարող ենք միասին խորամուխ լինել բազմաթիվ հարցերի մեջ։ Եվ ինձ համար իրոք պատիվ է լինել այստեղ ձեր եւ համագործակցություն հանուն ակադեմիական, սոցիալական եւ հուզական ուսումնառության համայնքի հետ։ Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք խոսելու ենք գլխուղեղի մասին եւ թե ինչ է կատարվում ուղեղում դեռահաս տարիքում։ Նաև անդրադառնալու ենք բոլորիս համար կիրառելի բազմաթիվ գործիքների անկախ մեր գտնվելու վայրից։ Եթե մենք գտնվում ենք, ինչպես նշեցինք, դպրոցներում կամ տանը, կամ համայնքային կենտրոններում, մեզ միանում են նաև մարդիկ այդ բոլոր կազմակերպություններից։ Իսկ ինչու եք կարծում, որ ներկա ժամանակաշրջանը իսկապես լավ ժամանակ է դեռահասների մասին խոսակցությանը կրկին անդրադառնալու համար։ Դե ինչ, դա քննարկման լավ սկիզբ է։ Գիտեք, ամեն մարդ համավարակը վերապրում է անշուշտ իր սեփական, ուրույն, անհատական ձևով, որովհետև ամեն մարդ անհատականություն է, ամեն ընտանիք եզակի է։ Այդուհանդերձ կան նաև որոշակի ընդհանրություններ։ Այսպիսով, համավարակն իհարկե ազդում է մարդկանց վրա ամբողջ աշխարհում եւ ոչ ամենուր, բայց պահանջում է, որ երեխաներն ու դեռահասները դպրոց չգնան եւ մնան տանը։ Ուստի մենք պետք է անդրադառնանք այդ հարցին, թե ինչ է տեղի ունենում, երբ երեխան չի կարողանում գնալ դպրոց։ Երկրորդ հարցը, որին նույնպես պետք է անդրադառնալ, ֆիզիկական հեռավորության պահպանումն է, որը վարակաբաններն անվանել են ցավոք սոցիալական հեռավորության պահպանում։ Որովհետև երբ մենք խոսում ենք ոչ միայն դեռահասների, այլև ընդհանրապես մարդկանց մասին, մեր սոցիալական կապերը պարզապես ինչ-որ անկարևոր հավելում չեն աղանդերին։ Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ դա աղանդեր չէ, դա գլխավոր ճաշատեսակն է։ Այնպես որ մեր հարաբերությունները, մեր սոցիալական կապերը կենսականորեն կարևոր են մեր հոգեկան առողջության համար։ Երբ կա այսպես կոչված սոցիալական հեռավորության պահպանումը, իսկ ես այսուհետ կօգտագործեմ ֆիզիկական հեռավորության պահպանում արտահայտությունը,
որը պետք է որպեսզի չշնչենք այն օդը, որը կրում է COVID-19 համավարակը։ Երկրորդ հարցը, որի մասին պետք է խոսենք, ինչ է անում ֆիզիկական հեռավորության պահպանումը դեռահասների հետ։ Եվ երրորդն այն է, որ համավարակի այս պատմությունը բացահայտում է մի քանի իրոք հիմնավոր մարդկային ճշմարտություններ, որոնց պետք է անդրադառնալ, իմ կարծիքով, հատկապես դեռահասների առումով։ Դրանցից մեկը սոցիալական անարդարությունն է, որ կարող ենք տեսնել առնվազն ԱՄՆ-ում, ուր մի խումբ մարդիկ պարբերաբար մարգինալացվել են, ուր ռասիզմը ներհյուսված է պետական քաղաքականության կառուցվածքի և մեր մշակութային հաստատությունների գործունեության ձևերի մեջ, իսկ այժմ համավարակի ի հայտ գալու հետ նրանք շատ ավելի են հակված վարակվելու, իսկ երբ նրանք վարակվում են, հիվանդանում են լրջորեն։ Դա բազմաթիվ պատճառներ ունի։ Տոքսինների ազդեցությունը բնապահպանական անարդարության պատճառով, երբ մարգինալացված խմբերը ենթարկվում են վնասակար ազդեցությունների զարգացման վաղ շրջանում, ինչը կարող է ազդել իմունային համակարգի և բորբոքային արձագանքի վրա։ Հավանաբար դրանով է բացատրվում, թե ինչու որոշ մարդիկ ընդհանրապես չեն հիվանդանում, իսկ մարդկանց 40%-ն առանց ախտանիշների վարակակիր է ու կարող է տարածել թագավարակը։ Մի մեծ խումբ հիվանդանում է ոչ շատ ծանր, և մոտ 15%-ը ծանր է հիվանդանում, իսկ խոցելի խմբերի մոտ 1 կամ ավելի տոկոսը մահանում է, ինչը կարծես կախված է անձի ռիսկի գործոններից։ Այնպես որ թագավարակը բացահայտել է սոցիալական անարդարությունը, և ես կարծում եմ, որ դեռահասի միտքը պետք է անդրադառնա դրան, ինչն է ճիշտ, ինչը սխալ, և թե ինչպես է կառուցված այս հասարակությունը, որտեղ նրանք մուտք են գործում, որպեսզի ի տարբերություն երեխայի, որը սովորում է, թե ինչպես է կառուցված աշխարհը, դեռահասը սկսի պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, իսկ հետո նույնիսկ, թե ինչպիսին այն պետք է լինի, այնպես որ պետք է խոսել այդ մասին։ Դա այլ տեսակի խոսակցություն է այդ տարիքային խմբում գտնվող մարդու հետ։ Ճիշտ է։ Եվ դրա մյուս շեշտը, մյուս երկու շեշտերը, դա այն փաստի ըմբռնումն է, որ համավարակը բացահայտեց, որ ամեն ինչ փոխկապակցված է։ Մինչդեռ ժամանակակից մշակույթում մենք ամեն ինչ առանձնացնում ենք։ Դեռահասները, կարծում եմ, կարող են գիտակցել սա, ինչը նաև հանդիսանում է գիտաբանական ճշմարտություն։ Մյուս կողմից նրանք գիտեն, որ կարող են վստահել, որ հեղինակություն ունեցող անձինք, շրջապատող մեծահասակները, ուսուցիչները, ծնողները իրենց ճշմարտությունը կասեն։ Առնվազն ԱՄՆ-ում առկա է այդպիսի անհատապաշտություն, որը ներկայումս առճակատվում է վարակի բացահայտած փոխկապակցվածության իրողության հետ։ Ու հատկապես, երբ նայում ենք ավելի մեծ համավարակի, մարդու կողմից բնապահպանական ոչնչացման, անտրոպոցենի դարաշրջանում։ Այս նոր դարաշրջանում կարծում եմ, որ դեռահասները, Գրետա Թունբերգի օրինակով, համախմբվել են, որպեսզի ասեն. մենք չենք պատրաստվում ընդունել ձեր պասիվ մոտեցումը, որ դուք դանդաղորեն գիտակցում եք, թե ինչպես դուք ինքներդ, ձեր սերունդը միգուցե ոչ դիտավորյալ, շարունակել է ստեղծել ուժեր, որոնք ոչնչացնում են այն աշխարհը, որ մենք ժառանգելու ենք։ Դա նույնպես բացահայտվել է համավարակի ընթացքում։ Եվ վերջում ես պարզապես ևս մի բան կասեմ դեռահասների մասին։ Երբ մենք մեծահասակ ենք դառնում, ապա ինչպես մեզանից յուրաքանչյուրը գիտի, ուզում ենք, որ ամեն ինչ լինի կանխատեսելի, ուզում ենք ունենալ աշխատելու մի դաշտ, մի գործունեություն, որով զբաղվում ենք, և ուզում ենք ունենալ որոշակիություն։ Դա կարծես բնութագրելիս լինի ինչ է մեծահասակ լինելը, ինչպես է զլավարկում որոշակիությունը, բայց իրականությունն այն է, որ կյանքը լի է անորոշությամբ։ Այնպես որ համավարակը, անդրադառնալով հարցին այդ առումով, տարբեր ձևերով հարկադրում է բոլորին անդրադառնալ անորոշությանը, և դա բացահայտում է ավելի խորն իրականություն. կյանքը միշտ անորոշ է։ Այժմ մենք առերեսվում ենք դրա հետ, դրանից բացարձակապես անհնար է խուսափել, բայց կյանքը միշտ է անորոշ եղել։ Կարծում եմ, որ դեռահասները ինչ-որ խորը մակարդակում գիտեն դա, և մենք պետք է խոսենք այդ մասին գոյաբանական առումով, իրենց գոյության առումով, թե ինչ է նշանակում երեխայից դառնալ դեռահաս։ Եվ գլխուղեղը փոխվում է որոշակի ձևով, դա վերամոդելավորվում է։ Դեռահասը սկսում է պատկերացում կազմել հետևյալ հարցերի մասին. ո՞րն է կյանքի իմաստը, ինչու եմ ես այստեղ, ես պետք է այստեղ լինեմ, թե ոչ։ Եվ մեծաթիվ լուրջ հոգեբուժական խնդիրների առաջացումը, եթե դրանք երբևէ լինելու են կոնկրետ անձի կյանքում, ապա ամենայն հավանականությամբ դրանք ի հայտ են գալու դեռահաս տարիքում։
Ու սա եւս մի պատճառ է, որ կապված է մեկուսացման եւ այն բոլոր փոփոխությունների հետ, որում մենք այժմ գտնվում ենք։ Դեպրեսիայի, անհանգստության, ինքնասպանության, տարբեր նյութերի չարաշահման, իսկ ընտանիքի դեպքում տնային բռնության դեպքերն աճում են հսկայական չափերով, եւ դա կարծես ուղղակիորեն կապված է համավարակի սթրեսի հետ։ Այնպես որ սա մի թեմա է, որին արժե ժամանակ տրամադրել եւ շատ ժամանակ, բայց մենք կդիտարկենք սա որպես խոսակցության սկիզբ։ Այո, այն ինչ դուք ներկայացրիք իրոք ցույց է տալիս ինչ բարդ ժամանակներում ենք ապրում եւ ես զգում եմ, որ իմ ուսերը սկսում են կքվել ձեր նկարագրածի ծանրության տակ։ Բայց դուք նշեցիք Գրետային, որպես դեռահասի արձագանքի դրսևորում, որն ինչ որ առումով ներկայացնում էր այս ժամանակներում դիմացկուն լինելն ու ակտիվություն ցուցաբերելը։ Եվ այս զրույցը, որ մենք պատրաստվում ենք վարել, կսկսվի նրանով, որ միգուցե որոշ խորհուրդներ տանք, թե ինչպես կարող ենք աջակցել դեռահասներին, որ նրանք կարողանան վերապրել եւ միգուցե նույնիսկ հաջողել այս ժամանակներում։ Եվ մենք պատրաստվում ենք քննարկել դա։ Բայց միգուցե պարզապես ասենք, թե ինչ նկատի ունենք պատանի ասելով։ 13-ից 19 տարեկան, այսինքն որ տարիքի մասին ենք խոսում։ Այո, դա հրաշալի է, Մարիա։ Նախ հրաշալի է այստեղ լինել ձեր հետ միասին։ Մենք մասնակցել ենք այլ քննարկումների, կենտրոնացել տարբեր թեմաների վրա։ Եվ մեզ այդ թեմաներից մեկում հաջողվել է երեխաների դերային մոդել կազմել։ Այնպես որ հիմա խոսելու ենք դեռահասների մասին։ Ոմանք դիտարկում են պատանին ու դեռահասը որպես հոմանիշներ, իսկ մենք նշենք, որ այդպես չենք կարծում։ Դեռահասության շրջանը անշուշտ մասամբ ծածկում է պատանեկության շրջանը, այնպես որ դա լիովին սխալ պնդում չէ, սակայն հավանաբար ավելի ճիշտ է խոսել հենց դեռահասության շրջանի մասին։ Եվ դեռահասության շրջանը կարելի է պարզապես սահմանել որպես զարգացման շրջան մանկության կախվածության և չափահասության պատասխանատվության միջև։ Դա բարձրացնում է շեմը, որովհետև տարբեր ժամանակներում դա եղել է 17 տարեկանը։ Ճիշտ այդպես, եւ դա կախված է մշակույթից, այնպես որ եկեք պարզապես ընդհանուր լուսաբանենք մի քանի հարց։ Եթե մոտավոր տարիք ենք ուզում ստանալ, ասենք առնվազն ԱՄՆ-ում, միգուցե Կանադայում, ժամանակակից մշակույթներում խոսքը գնում է մոտ 11-12 տարեկանի մասին։ Դեռահասության սկիզբը մենք կտրամաբանենք սեռահասության սկզբից, որը ֆիզիկական հասունության սկիզբն է։ Մենք կարող ենք ասել, այս անձը դեռ դեռահասություն չի անցել, միևնույն ժամանակ կա մեկ ուրիշը, որի սեռահասունությունը սկսվել է 10 տարեկանում, սակայն ում ուղեղը դեռ չի սկսել դեռահասությանը բնորոշ վերամոդելավորումը, ինչի մասին պատրաստվում ենք խոսել։ Այո, այս երկրորդի մասին խոսելիս ես լսում եմ կախվածություն։ Երբ ես մտածում եմ պատանի եզրույթի մասին, այն գրեթե ավտոմատ կերպով գալիս է ծնողների դեմքին սարսափի հետ միասին։ Օրինակ, ես նկատել եմ, որ մարդիկ սկսում են վախենալ պատանի տարիքից, երբ նրանց երեխաները դեռևս շատ փոքր են։ Եվ միգուցե դուք մի քիչ պատմեիք, թե որոնք են ըստ ձեզ պատանիների մասին միֆերը, թե ինչպիսին են դեռահասներն ու ինչպես կարող են այդ միֆերը խոչընդոտել նրանց առողջ զարգացմանը։ Անշուշտ, դա շատ հետաքրքիր պահ է դեռահասության հարցերի մեջ խորամուխ լինելու տեսանկյունից։ Երբ ես ավարտեցի բժշկական ինստիտուտը, նախ գնացի մանկաբուժության ոլորտ, եւ ինձ այնտեղ սովորեցրին, թե ինչպես աշխատել երեխաների եւ դեռահասների հետ մանկաբուժական տեսանկյունից։ Իսկ հետո անցա հոգեբուժությանը, որտեղ երբ սկսեցի զբաղվել երեխաների եւ դեռահասների հոգեբուժությամբ, սկսեցինք մասնագիտանալ պատանիների եւ երեխաներ ու դեռահասներ ունեցողների հետ աշխատանքի վրա։ Իսկ հետո ես ունեցա իմ սեփական երեխաները, ինչպես դուք նշեցիք, նրանք նախ մանկահասակ էին, իսկ հետո դեռահաս։ Այնպես որ երբ ես գրեցի մտագրող գիրքը, իրականում գրեցի, որ հենց դեռահասները կարդան, որովհետև նման գրքեր չկային։ Ես բացահայտեցի, ինչ կարող եմ տալ իմ սեփական դեռահասներին, ովքեր ջարդ ու փշուր արեցին այն միֆերը, որ այդքան գերիշխող էին ոչ միայն մանկաբուժության վերապատրաստման, այլև մանկական եւ դեռահասների հոգեբուժության վերապատրաստման ընթացքում միֆեր, որ սովորեցնում էին որպես ճշմարտություն, բայց որոնք փաստորեն սխալ էին։ Ես չեմ ասում, որ դիտավորյալ էին այդպես անում, բայց երբ նայում ես դեռահասությամբ զբաղվող գիտությանը, գիտակցում ես, թե ինչ են ներկայացնում ծնողական խմբերում։ Ճիշտ այնպես, ինչպես դուք եք ասում, երեխաները դեռ մանկապարտեզում էին, իսկ ծնողներն անհանգստանում էին, թե ինչպիսին կլինեն դեռահասները։ Որոնք են այդ միֆերը։ Միֆերից մեկն այն է, որ դա կյանքի ահավոր ժամանակաշրջան է, իսկ դա պարզապես պարտադիր չէ, որ այդպես լինի։ Ճիշտ է, որ մարտահրավերներ կան։ Այո,
Ճիշտ է, միգուցե հոգեբուժական խնդիրներ ունենաք կամ նյութերի չարաշահում, սննդային վարքի խանգարումներ, ընկճախտ, անհանգստություն եւ այլ նման բաներ։ Այդ շրջանում դրանք մարտահրավերներ են։ Այո։ Ուրեմն դա մարտահրավեր է։ Այո։ Դա պետք է ընկալել որպես հատուկ ժամանակաշրջան։ Այո, բայց արդյոք այն պետք է սարսափելի լինի։ Ոչ։ Երկրորդն այն է, որ մարդիկ միֆի ազդեցությամբ կարծում են, քանի որ դա ահավոր ժամանակաշրջան է, ուրեմն այն պետք է հաղթահարել հնարավորինս արագ։ Պարզապես շտապեք անցնել այդ շրջանը, հնարավորինս արագ։ Իսկ ճշմարտությունը ճիշտ հակառակն է։ Մենք պետք է ամրագրենք, որ դեռահասության առանցքային տարրերը չպետք է արագ անցնել։ Իրականում, եթե նայեք մեծահասակներին, որոնք հետևողական են եղել դեռահասության հիմնական առանձնահատկությունների ընթացքին, կտեսնենք, որ որպես մեծահասակ նրանք ավելի շատ բաների են հասել։ Այնպես որ, թեև այո, դուք մեծանում եւ թևակողում եք չափահասի պատասխանատվության շրջանը, դուք պարտավոր չեք շրջանցել դեռահասության էությունը, սա է շրջադարձայինը։ Եվ սա է մտագրոհի եզրահանգումը։ Իսկ հետո ես նախաճաշեցի Լարի Լոուրենս Թայնբերգի հետ, որն աշխարհի առաջատար մասնագետներից մեկն է դեռահասների եւ դեռահասների ուղեղի հետազոտությունների գծով։ Ես ու Լարին նախաճաշում էինք, իսկ նա այդ ժամանակ հրատարակում էր իր հերթական գիրքը, որը կարծեմ կոչվում էր Հնարավորությունների դարաշրջանը։ Դա մեծ գիրք է, որն ամփոփում է բոլոր գիտական տվյալները մասնագետների համար, մինչդեռ մտագրոհը նախատեսված է ծնողների, թերապևտների եւ դեռահասների համար։ Բայց այդ գրքերը հրաշալիորեն լրացնում էին իրար, որովհետև գալիս էին նույն եզրահանգմանը, ուսումնասիրում էին նույն հետազոտական նյութը, սակայն չէին հաղորդակցվում միմյանց հետ։ Լարին ասում է. Եթե ցանկանում ես լիարժեք չափահաս կյանք ունենալ, ապա հետևիր քո դեռահասության հիմնական ձեռքբերումներին եւ դրանցից արագ մի բաժանվիր։ Հենց դրան էլ մենք հիմա պատրաստվում ենք անդրադառնալ։ Պարզենք, թե որոնք են պատանու առանձնահատկությունները եւ թե ինչն է դրանք դարձնում հնարավորություն կամ ռիսկ։ Հա, եւ ես կարծում եմ, որ այս սահիկաշարին անդրադառնալու լավագույն ձևը շատ կարճ պատմությամբ սկսելն է, որը կօգնի հասկանալ դեռահասության շրջանի գոյության ողջ իմաստը։ Որովհետև տարիներ առաջ ոմանք պնդում էին, որ դեռահասության շրջան չկա, որ դա պարզապես մշակութայինորեն ստեղծված գաղափար է, որը թույլ չի տալիս երեխաներին հասունանալ։ Նրանք պետք է պարզապես մանկությունից անցնեն չափահասություն, եւ դա ճիշտ է, որ մշակութային տեսանկյունից դեռահասությունը 200 տարի առաջ շատ ավելի կարճ ժամանակաշրջան էր։ Ամենալավ հաշվարկով դա շատ ավելի կարճ էր, այսինքն մենք չունենք այս 12 տարվա դեռահասության շրջանը։ Կյանքի երկրորդ 12 տարին ընդհուպ մինչև 24-ից 29 տարեկան։ Կա մի հիասքանչ գիրք, որն ուզում եմ պարզապես նշել, որ գրել են իմ գործընկեր Բարբարա Մաթերսոն Հորովիցն իր գործընկերոջ հետ, Խենթության շրջան, մի հրաշալի արտահայտություն, որ նրանք օրինել են այդ շրջանի համար, ոչ մանկության, ոչ չափահասության, այլ խենթության շրջան։ Այն դիտարկում է դեռահասությունը բոլոր առումներով, այնպես որ Բարբարայի եւ նրա գործընկերոջ գիրքը պարզապես լուրջ գիտական աշխատանքի հրաշալի նմուշ է։ Այսինքն, եթե կարդաք այդ 3 գրքերը, մտագրոհը պրակտիկ խորհուրդների համար, խենթության շրջանը դեռահասության բոլոր առումների ամփոփման համար եւ Լոուրենս Թայնբերգի հնարավորությունների տարիքը, ապա կկարողանաք թափանցել դեռահասագիտության խորքերը։ Դե իսկ իմ ծառայությունը դեռահասներին այն է, որ ես ամփոփել եմ, թե ինչ է կատարվում դեռահասի գլխուղեղում։ Սա վեր է հանում երրորդ միֆն ըստ որի ամբողջ աշխարհում բոլորն ասում են, որ դեռահասությունը դա մոլեգնած հորմոններ են։ Բայց եթե խոսենք մանկաբույժ էնդոկրինոլոգների հետ, ովքեր հորմոնների մասնագետներ են, այդպիսի բան մոլեգնած հորմոններ չկա, չկան հորմոններ, որոնք զայրույթի կառավարման ինչ-որ դասերի եւ նման բաների կարիք ունեն։ Այսինքն, այո, հորմոնները գլուխ են բարձրացնում եւ իհարկե ազդում են ամբողջ մարմնի վրա, ներառյալ գլխուղեղի։ Դա ճիշտ է, բայց նրանք չեն մոլեգնում այնպես, որ նույնիսկ մոլեգնած հորմոն արտահայտությունը, որին բոլորը հավատում են, որն ինքնին միֆ է, ծնում է ինչ-որ աղետի զգացում, իբր դևերը սկսում են տիրապետություն հաստատել քո վրա, եւ դու ոչինչ չես կարող անել դրա դեմ, մինչեւ արյունդ չմաքրես եւ այդ մոլեգնած հորմոններին միջիցդ չհանես։ Անկամ այս գաղափարը կերտում է իր սեփական մղձավանջը եւ դեռահասների նկատմամբ ձևավորում ակնկալիքների ցածրագույն մակարդակ։ Կարծես ասում են, դու մոլեգնած հորմոններ ունես, գնա մոլեգնիր, կգժվես կանցնի, հենց սա երրորդ միֆն է, որ մենք պետք է ջարդենք։ Եվ չորրորդը, որ ես հիմա կուրվագծեմ այստեղ, այն է, որ դեռահասները իրոք պետք է հաստատեն իրենց անկախությունը, բայց պետք է լիովին չհեռանան բոլոր մեծահասակներից։ Մենք հիմա կանդրադառնանք, թե դա ինչ է նշանակում։
Եկեք պատկերացնենք մի երեխայի, նա մանկապարտեզ է գնում, հրաշալի տուն ունի, որտեղ նրա հայրը եւ մայրը, նրա ծնողները կամ խնամողները ստեղծում են այդ հրաշալի միջավայրը, ուր ամեն ինչ ծանոթ է, ուր հարմարավետ է, ապահով։ Այո, այն կանխատեսելի է։ Ասենք այս երեխան վարսակի շիլա է ուտում, սիրում է այդ շիլան։ Ամեն առավոտ գնում է մանկապարտեզ, խաղում է, գալիս է տուն, պարում է ծնողներից մեկի հետ, մի քիչ քնում է, խաղում է իր շան հետ, մուլտ է նայում, գնում է քնելու, կարդում է իր գիրքը, ծնողները երգում են իր համար, հաջորդ առավոտյան երեխան կրկին արթնանում է վարսակի շիլայի անուշ հոտից։ Եկեք պարզապես այն կոչենք շիլայի տուն։ Դե որ խելքը գլխին մարդը երբևէ կլքեր այդ շիլայի տունը։ Ինչու պետք է մարդը երբևէ ուզենա հրաժարվել այդ ամենից։ Ինչու, ինչ պատճառով։ Ինչ պատճառով, որովհետև բնությանը պետք է որ քո գեները խառնվեն։ Դու չես կարող զուգավորվել քո արյունակից ազգականների հետ, դու պետք է աշխարհ դուրս գաս։ Դա պատճառներից մեկն է։ Մյուս պատճառն այն է, որ դու պետք է աշխարհ դուրս գաս եւ հետազոտես աշխարհը ու ընդլայնես աշխարհը։ Իսկ երբ նայում ես խենթության շրջանին, տեսնում ես դրա բոլոր անհավատալի օրինակները։ Այն ամենը, ինչի մասին պատրաստվում ենք խոսել այս 4 բաղադրիչների առումով, ըստ էության այս փոքր երեխային, Շիլայի տան 3-4 տարեկան անուշիկ երեխային դրդում են գործելու, երբ նա դառնում է 14, 15, 16, 17 տարեկան։ Ես հիշում եմ մեր երկու երեխաներին։ Գիտեք, մենք տղա ու աղջիկ ունենք, ովքեր հիմա գրեթե 31 եւ 26 տարեկան են, երբ նրանց համար ամեն ինչ սովորական էր այդ հրաշալի Շիլայի տանը։ Իսկ հետո նրանք հրաշալի դեռահասություն ունեցան։ Երբ են նրանք հեռանալու։ Երբ է նրանց գնալու ժամանակը։ Հուզական առկայծում, սոցիալական ներգրավվածություն, նորույթ, ստեղծագործական հետազոտում։ Ես սիրում եմ հապավումներ։ Հուզական առկայծում, դա հուզականության ուժգնությունն է։ Երբ նայում ես 14 տարեկանի ուղեղին, ապա 7 կամ 37 տարեկանի ուղեղի համեմատությամբ այն պարզապես ավելի ուժեղ հուզական արձագանք ունի։ Մենք դա առանց այդ էլ գիտենք, մեզ ուղեղի տեսանկարը պետք չէր։ Դառնանք անցած օրերին, երբ գնում էինք ռեստորան մի բան ուտելու, մի սեղանի շուրջ մեծահասակներ են, մյուսի դեռահասներ։ Ով է ավելի լավ ժամանակ անցկացնում, ով է ավելի շատ արցունք թափում, ով է ավելի շատ ծիծաղում։ Ինչպես գիտենք, դեռահասների մոտ հույզերի ուժգնությունն ավելի մեծ է։ Դա երևում է նաև ուղեղի տեսանկարում։ Ես կարող էի այդ հետազոտությունները ձեզ տրամադրել, բայց դրանից հիմնական եզրահանգումը եկեք անվանենք հուզական առկայծում։ Պատճառն այն է, որ հույզերն առաջ են բերում շարժում, եւ այն ձեզ ըստ էության ստիպում է հեռանալ ծանոթ Շիլայի տնից։ Բացասական կողմերը, եկեք ուրվագծենք բացասական եւ դրական կողմերը։ Բացասական կողմերն են, որ ձեր տրամադրությունը կարող է լավանալ ու վատանալ։ Եթե չեք սովորում կառավարել այն, կարող է ձեզնից ղեկավարել, մարդիկ կարող են չուզենալ ձեր շուրջը լինել։ Եվ եթե մարդիկ սխալ մեկնաբանեն դա որպես պաթոլոգիա, թեև այո, այդ փուլում անհանգստությունը, ընկճախտը կարող են հանդես գալ որպես խանգարումներ, սակայն դեռահասների ճնշող մեծամասնության համար հուզական դրսևորման ուժգնությունը նրանց ուղեղի վերամոդելավորման մի մասն է։ Դա նշանակում է, որ փոխանակ ուղեղը նոր կապեր ստեղծի ինչպես կյանքի առաջին 12 տարվա ընթացքում, կյանքի երկրորդ 12 տարում տեղի են ունենում երկու բան, որ ցնցել են բոլորին։ Առաջինը գոյություն ունեցող նյարդային կապերը, սինապտիկ կապերը եւ նույնիսկ որոշ նեյրոններ ոչնչանում են։ Դա կոչվում է էտում եւ դա անակնկալ էր բոլորի համար։ Էտումից բացի, որը թույլ է տալիս ուղեղի հատվածներին մասնագիտանալ, վերամոդելավորման երկրորդ կողմն այն է, որ ձևավորում են ավելի ինտենսիվ կապեր, միելինային ձևավորում կամ միելինացում, որն ըստ էության դարձնում է մնացած նեյրոնները եւ սինապտիկ կապերի միջոցով նրանց կապակցությունը 3000 անգամ ավելի արդյունավետ փոխանցման արագության եւ ուղեղի համակարգման առումով։ Ժամանակն ամեն ինչ է ուղեղի դեպքում։ Վերամոդելավորում նշանակում է էտել, կրճատել մասնագիտացման համար եւ միելինացնել կապերն ուժեղացնելու համար։ Ուրեմն այս երևույթը ընդգծում է տարբերակումը, իսկ տարբերակված մասերի կապակցումը անվանում ենք ինտեգրում։ Ուղեղի վերամոդելավորման նպատակը դեռահաս տարիքում ավելի ինտեգրված ուղեղի ստեղծումն է։ Այն դառնալու է ավելի արդյունավետ, ավելի գործունակ։ Մինչ մենք մտածում ենք, օ, դեռահասությունն այնքան սարսափելի է։ Ոչ։ Նրանք մոտ 14 կամ 15 տարեկան են, երբ այս մասնագիտացումը սկսում է եւ շատ ավելի արդյունավետ են դառնում, քան իրենցից փոքրերը։ Բայց մինչ դրան հասնելը ես լսում եմ, թե ինչպես են ասում։ Պետք է էտել, իսկ ես առանձնապես լավ այգեպան չեմ։ Կարծում եմ, որ կան տարբեր կարծիքներ։ Որքան էտել, երբ էտել։ Այդ գործընթացի ժամանակ պատանիների կյանքում տարբեր ազդեցություններ են լինում։
Նրանց կյանքը մեկուսացած չէ, դրանում մեծերի ազդեցությամբ է պայմանավորված, թե արդյոք այս պահին էկրանի վրայի այս հասկացություններն ավելի շատ ռիսկ են պարունակում, թե հնարավորություն։ Ճիշտ է։ Ճիշտ է, որովհետև հնարավորությունը կիրք է, հուզական առկայծումը կիրք է։ Մենք կարող ենք խոսել ուղեղի տարբեր մասերի մասին ու համանմանությամբ ձեռքի մոդելի, որն անշուշտ պարզեցված է, բայց օգնում է հասկանալ, որ ուղեղի ավելի խորը հատվածները ներառյալ, օրինակ ուղեղի լիմբային հատվածը, ավելի ուժեղ են իրենց արձագանքման մեջ, ինչը ազդում է ուղեղի կեղևի վրա, որտեղ կատարվում է դատողությունը։ Դրական կողմն այն է, որ դեռահասներին կարելի է սովորեցնել հույզերի մասին որպես ալիքներ մտածելու, այս մեծ ալիքներից ճնշվելու կամ խուսափելու փոխարեն պետք է սովորեցնել դեռահասներին նավարկել իրենց առավել ուժեղ հույզերի ալիքների վրա։ Եվ երբ նրանք անում են դա, նրանք ձևավորում են, ինչպես ես եմ դրանք անվանում, մտահայեցման հմտություններ, որոնք սոցիալ-հուզական ուսումնառության հիմքն են ապրումակցման և ինտեգրման առանցքով։ Կարելի է սովորեցնել նրանց ինչպես աշխատել հույզերի ուժգնության և ուղեղի վերամոդելավորման հետ, լիմբային գոտիներում ու գլխուղեղի կեղևի հետ նրանց հարաբերությունների առումով։ Այսպիսով, ձեռքի մոդելում ունենք սա, մարմինն այստեղ է, ողն ուղեղն այստեղ է, գլխուղեղի ցողունը ներկայացված է այստեղ, ձեռքի ափում, լիմբային գոտին այստեղ և գլխուղեղի կեղևը այստեղ։ Ինձ ասում էին դա Մեքլեյնի գլխուղեղի եռամիասնական մոդելն է, այն հնացած է, իսկ ես ասում էի, խնդրում եմ կարդացեք «Բանականության զարգացումը» 500 էջանոց գրքի 3-րդ հրատարակությունը և կտեսնեք այս ձեռքի մոդելն այնտեղ, բայց ես կարծում եմ, որ այն անշուշտ անհրաժեշտ է զարգացնել ու վերջնական տեսքի բերել, որովհետև այն չափազանց պարզ է։ Ուղեղը շատ ավելի բարդ է, հազարավոր կապերով, տրիլիոնավոր կապերի միջև այդ 100 միլիարդավոր նեյրոններով, այնպես որ այն ավելի բարդ է։ Բայց սա հաջող սկիզբ է և մենք սովորեցնում ենք այն ծնողներին, ուսուցիչներին և դեռահասներին։ Դուստրս ասում է, այսպես մի ասա, բայց այն իրոք հասանելի է, սա էլ նրա նկարածն է։ Պատմեք ինչու, և մենք մեկ րոպեից կվերադառնանք այն սահիկին, թե ինչ է մտահայեցումը և ինչու պետք է դա լինի մատչելի կամ օգտակար։ Որովհետև դեռահասն իմանում է, թե ինչպես է իր ուղեղն ազդում իր փորձառության վրա։ Կա մի պարզ ասույթ. ուր գնում է ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է նյարդային գրգռումը և մեծանում է նյարդային կապը։ Դեռահասի սոցիալ-հուզական հմտությունների մասին կրթության առումով ես դրանք անվանում եմ մտահայեցման հմտություններ։ Դեն Գոլդմանը «Մտահայեցում» գրքի առաջաբանում փաստորեն ասում է, որ մտահայեցումը սոցիալական հուզական ինտելեկտի հիմքն է։ Եթե հարցնենք, թե որն է սոցիալ-հուզական ուսումնառության մեխանիզմը, ապա դա մտահայեցումն է։ Այս հասկացությունները մշակվել են միմյանցից անկախ, սակայն դրանք ծածկում են միմյանց։ Մտահայեցումը բառ է, որ ես ներդրել եմ բժշկական ինստիտուտում, իմ պրոֆեսորին այն ծանոթ չէր։ Նրանք չունեին խորազգացություն, ապրումակցում կամ ինտեգրում հասկացությունները և դա ինձ խենթացնում էր ու ինձ ստիպեց թողնել ինստիտուտը, երբ դեռահաս էի, իսկ երբ վերադարձա, նրանք իհարկե չէին փոխվել։ Դա 1980-81 թվականներն էին։ Իսկ հետո նյարդակենսաբանության իմ դասախոս Դեյվիդ Հյուբելը ցույց տվեց, որ ուղեղի կառուցվածքը ձևավորվում է փորձառությամբ և արժանացավ Նոբելյան մրցանակի։ Եվ ես մտածեցի, որ եթե ես որպես բժշկականի ուսանող օգտագործեմ մտահայեցումն իմ և իմ այցելուների դեպքում, այս գործընթացները նման կլինեն Դեյվիդի մտքին, ինչի համար նա Նոբելյան մրցանակ էր ստացել։ 80-ականների սկզբին ինձ թվում էր, որ ես այն մեխանիզմն եմ, որ կարող է օգտակար լինել։ Դուք այնքան ճիշտ եք, երբ ասում եք, որ այս բոլորն ամբողջությամբ համահունչ է սոցիալ-հուզական ուսումնառության 5 բաղադրիչներին։ Ես տեսնում եմ դրանք այստեղ և միգուցե դուք մի քիչ խոսեիք այն մասին, թե ինչն ենք մենք ուզում զարգացնել պատանիների մեջ։ Դե եթե մտածենք ներհայեցման մասին ոչ միայն որպես մարմնում, պատկերներում, զգացմունքներում, մտքերում զգացողություններ ունենալու կարողության, ապա դա ևս հապավման մի տեսակ է և բոլորս ունենք սրա անկալումը, բոլորս ունենք դրա սուբյեկտիվ փորձառությունը։ Իսկ ինչը ոչ բոլորն են զգացել, կարծես երկրորդային քարտեզ լինի, դա այն է, երբ դուք ասում եք հենց հիմա ես սա եմ զգում իմ մարմնում և իմ սրտում։ Դա հենց հիմա զայրույթից կարմրելու պատկերն է, զայրույթի հույզը, իմ միտքը, որ ես իրոք զայրացած եմ իմ ընկերոջ վրա այսինչի կամ այնինչի համար։ Մենք կարող ենք զայրանալ մեր ընկերոջ վրա, բայց չունենանք ներհայեցման մտավոր կարողություն համապատասխան քարտեզ կազմելու համար։ Սա իմ միտքն է։ Իմ ուշքն ու միտքը հիմա լի է զայրույթով, որովհետև իմ ընկերն արել է այս 4 բաները։ Ես մտածում եմ, որ հիմա պետք է խոսեմ իմ ընկերոջ հետ։ Սա արդեն մտահայեցման հմտություն է։ Դա գալիս է պրակտիկայից և հույզերի մասին խոսելուց, հույզերի հարցում գրագետ լինելուց։
Եթե վերադառնանք նախորդ սահիկին, կարող ենք տեսնել դա։ Դուք հարց տվեցիք, ինչն է ձևավորում այս վերամոդելավորումը։ Եվ դուք տեսնում եք, թե ինչպես է ամենը փոխկապակցված, որտեղ գնում է ուշադրությունը, այնտեղ էլ մեծանում է նեյրոնային կապը։ Իսկ սա նշանակում է, որ սա շահի դրանից կամ կորցրու այն սկզբունքն է։ Սա այն է, ինչ ես դասավանդում եմ անմիջականորեն դեռահասներին, ինչպես անցյալում եմ արել Կանադայում։ Ես ասում եմ. տեսեք, մեծահասակները ձեզ ամեն բան կասեն, ներառյալ ես, բայց իրականում դուք եք որոշողը։ Եթե ուզում եք պարզապես տեսախաղ խաղալ, աջ ձեռքով շարժելով մկնիկը, ապա դուք կզարգացնեք ձեր ուղեղի այն մասը, որն աջ ձեռքով շարժում է մկնիկը։ Բայց եթե դուք ուզում եք շփվել ձեր ընկերների հետ, որևէ մարզաձևով զբաղվել կամ օտար լեզու սովորել, ապա հիմա դա անելու ժամանակն է, եւ դուք եք դա որոշում։ Դուք իրոք գտնում եք, որ դա օգնում է։ Ուզում եք ասել, որ եթե բացատրեք դա դասի ընթացքում, ապա նրանք առաջ կշարժվեն։ Երբ սովորեցնում եք դեռահասներին մոդելավորել ուղեղը ձեռքի մոդելով, իսկ ես նրանց ասում եմ, ձեր ուղեղը հիմա սկսում է ինքնայետումը, նրանց աչքերը թռնում են ճակատին։ Ես ասում եմ, դա գենետիկորեն ծրագրված է, բայց այն փոփոխության է ենթարկվում փորձառության ազդեցության տակ։ Ցույց տվեք ինձ մոդելը, ցույց տվեք, թե իրականում ինչ եք անում։ Եվ ես ասում եմ, տեսեք, տարբերակման ողջ իմաստը ձեզ ավելի շատ հմտություններ տալն է, իսկ այդ հմտությունները կախված կլինեն նրանից, թե դուք ինչ եք անում ձեր ուշադրության հետ։ Ես ասում եի, որոշողը դուք եք, էներգիայի ու տեղեկությունների հոսքը դուք եք անցկացնելու ձեր ուղեղի այս կառուցվածքի միջով, իսկ ես կասեմ ձեզ, թե դա ինչպես է աշխատում։ Դա ասում էի նրանց հավանությամբ։ Ու նաև ասում էի, վերջում տարբերակումը տեղի է ունենում էտման միջոցով։ Դրանք դառնում են տարբեր հատվածներ, դրանք մասնագիտանում են։ Դա նրանց դուր էր գալիս, եւ ես ասում էի, իսկ հետո դուք պետք է թիմի պես կապակցեք մասնագիտացված հատվածները, դրանք աշխատելու են միասին։ Եվ պետք է սովորեն ինչպես հաղորդակցվել։ Դա միելինն է, դրա հիմքը նույնպես պետք է դրվի փորձառությամբ եւ ընդհանուր առմամբ։ Երբ դուք տարբերակում եք էտման միջոցով եւ կապակցում եք միելինային փոխանցման միջոցով, ապա ունենում եք այդ անհավանական ուժեղ ուղեղը, եւ դա նրանց շատ էր դուր գալիս։ Ես ասում էի, բայց գիտեք, որոշողը դուք եք, սկսեք արդյոք թմրանյութերը օգտագործել եւ միայն մկնիկը շարժելով տեսախաղեր խաղալ, եւ ուրիշ ոչինչ, ու չհավասարակշռեք ձեր ուղեղը բազմաթիվ այլ գործողություններով։ Սա շահիր կամ կորցրու գործընթացն է։ Եվ ամբողջությամբ ձեզնից է կախված, թե ինչ եք ուզում անել։ Կարիք չկա անհանգստանալու, թե ինչ կասեն մեծերը դրա վերաբերյալ։ Ինչ եք դուք պատրաստվում անել։ Օ Աստված իմ, նրանք այնպես էին ակտիվանում, որովհետև ես ասում էի, դուք եք որոշողը։ Եվ այստեղ է, որ գալիս է սոցիալական ներգրավվածությունը, որը երկրորդն է։ Նրանք նայում են իրենց ընկերներին եւ գիտակցում են կոլեկտիվորեն, որովհետև դրա հիմքում Շիլայի տնից դուրս գալն է։ Պետք է ավելի շատ շփվես քո հասակակիցների, քան թե ծնողների հետ, որպեսզի դուրս գաս այդ Շիլայի տնից։ Որոնք են բացասական կողմերը։ Խմբի անդամ լինելը այնպիսի կենաց մահու խնդիր է, որ որոշ դեռահասներ անգամ մոռանում են բարոյականության մասին։ Դա կոչվում է հասակակիցների ճնշում։ Այդ առումով ես ասում եմ նրանց. տեսեք, դուք պետք է խոհեմորեն ընտրեք ընկերներին, որովհետև ձգտելու եք հարմարվել նրանց։ Բայց կա ներքին ես եւ կա սոցիալական ես։ Մենք բոլորս բաղկացած ենք բազմաթիվ եսերից։ Ինչպես կինտեգրեք այդ երկու եսերը։ Սա Սյուզան Հարթերի աշխատությունն է։ Նրա հրաշալի գիրքը ցույց է տալիս, թե ինչպես է հավասարակշռվում քո ներքին իրական եսը քո հանրային ու սոցիալական եսերի հետ, ու թե դա ինչ ազդեցություն ունի, բայց սոցիալական ներգրավվածությունը կարևոր է։ Ինչու է դա տեղի ունենում։ Որն է դրական կողմը։ Մենք սովորում ենք մեր ամենակարևոր սոցիալական հմտությունները դեռահաս տարիքում եւ օգտագործում ամբողջ կյանքում։ Դա սոցիալական ներգրավվածության մասն է, երբ տեսնում ենք, թե ինչպես է ուղեղի խրախուսման համակարգը վերամոդելավորվում։ Եթե դուք չեք նայել վերջին պարը վավերագրական ֆիլմը Մայքլ Ջորդանի եւ Չիկագո Բուլզ բասկետբոլի թիմի մասին, ասեմ, որ դա մի հիանալի ֆիլմ է, բայց այս երկրորդ մասը հիպեր-ռացիոնալ մտածողության հրաշալի օրինակ է։ Մայքլ Ջորդանը դեռահաս էր, կարծում եմ 21 տարեկան, երբ կայացրեց այդ որոշումը։ Նա կատարում է այդ անհավանական ցատկով նետումը, իջնում է գետնին ոտքի թաթի վրա եւ կոտրում է մի շատ կարևոր ոսկոր ու վնասվածքի պատճառով դուրս է մնում մրցաշրջանից։ Հետո վերադառնում է Հյուսիսային Կարոլինայի համալսարան, սկսում է շատ խաղալ եւ աստիճանաբար ուժեղանում է, վերադառնում եւ ասում. ուզում եմ խաղալ։ Գնում են բժշկի մոտ, ով ասում է, որ կա 90% հավանականություն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց 10% հավանականություն, որ ոչ։ Մայքլ Ջորդանն ասում է. լավ, ես կխաղամ։ Իսկ թիմի ղեկավարը հարցնում է, թե ինչ կլինի, եթե 10%-ը տեղի ունենա։ Պատասխանում են, որ նա այլևս երբեք բասկետբոլ չի խաղա, եւ Ջորդանն ասում է.
Ես համաձայն եմ։ Դա դեռահասի ուղեղն է խոսում։ Հա, դա կոչվում է հիպերրացիոնալ մտածողություն, որովհետև նա կենտրոնանում է այդ պարզ հարցի վրա։ Որն է ամենահավանական արդյունքը՝ շեշտը դնելով դրականի վրա եւ առանձնապես չմտածելով բացասականի մասին։ Եվ թիմի ղեկավար մեծահասակը ասում է. «Գիտես ինչ, ես տեսնում եմ քո խանդավառությունը, բայց եթե ես քեզ մի հապ տայի ու ասեի, որ 10-ից 9 դեպքում այն կօգնի քո գլխացավին, բայց 10-ից 1 դեպքում կսպանի քեզ, ինչ կանեիր»։ Նա պատասխանում է. «Դա կախված է նրանից, թե ինչքան է իմ գլուխը ցավում»։ Սա հիպերրացիոնալ մտածողության դիպուկ օրինակ է։ Ես այնքան ուրախ էի, որ նայեցի այս ֆիլմը, քանի որ խոսելու էինք այս մասին։ Գիտեմ, մարդիկ չեն սիրում այս ձևակերպումը, բայց գիտնականները դա են օգտագործում՝ հիպերրացիոնալ, որովհետև դատողություն անելը շատ մաթեմատիկական է, 90%-ը մեծ է 10-ից, ես խաղում եմ։ Եվ նա նրան թույլ տվեց խաղալ, ամեն խաղակեսում 7 րոպե, եւ ամեն ինչ շատ լավ վերջացավ։ Բայց բանն այն է, որ նորույթ գտնելու համար է հիպերրացիոնալ մտածողությունը, որի ակտիվացումը բերում է դոֆամինի մակարդակի փոփոխության։ Կարծիք կա, որ դոֆամինի բազային մակարդակը ցածր է, ու սա անհանգստության, երբեմն, եթե չափազանց ցածր է, ընկճախտի է բերում։ Այնինչ իրացման մակարդակները շատ ավելի բարձր են, իսկ ամենամեծ բանը, որ դոֆամին է արտադրում, նորույթն է։ Բարի։ Ինչու ենք մենք ձգտում դուրս գալ Շիլայի տնից ու նոր տուն գտնել։ Որն է բացասական կողմը։ Այլ դեռահասի գործողությունների պատճառով դեռահասների անդառնալի վնասվածք ստանալու, ներառյալ մահվան հավանականությունը 2-3 անգամ ավելի մեծ է։ Ուստի ես փորձում եմ կրթել դեռահասներին, որովհետև խոսքը վերաբերում է ուղեղի կեղևին, ուղեղի ավելի բարձր մասն է ներգրավված լինելու հիպերրացիոնալ մտածողության մեջ։ Նրանք չեն կարող վստահել դրան։ Ոչ որովհետև վատ մարդ են, ոչ որովհետև հասուն չեն։ Ինչպես Բարբարա Նաթերսոնն է ասել մեկ այլ գրքում, միակ բանը, որ ավելի ռիսկային է, քան ռիսկի դիմելը, ռիսկի չդիմելն է։ Դեռահասները պետք է սովորեն հետազոտել իրենց առած վտանգավոր բաները։ Թեև այսօր դրանք, օրինակ մեքենա վարել թմրանյութ օգտագործած վիճակում, կարող են մահացու լինել, դա պարզապես վայր ընկնել ու մի տեղը ցավեցնել չէ։ Այսպիսով, հիմնական եզրահանգումը նորույթ որոնելու եւ դոֆամինի հետ կապված այն է, որ մեզ ինչ-որ բան դրդում է նոր բաներ անել։ Ինչպես հուզական առկայծումը կարելի է կիրք անվանել, իսկ սոցիալական ներգրավվածությունը կապակցում, նորույթի որոնումը կարելի է անվանել խիզախություն։ Եվ այս 4 հասկացություններից վերջինը ստեղծագործական հետազոտումն է, ի տարբերություն երեխայի, որը տեսնում է, թե ինչպիսին են առարկաները։ Դեռահասը պատկերացնում է, թե դրանք ինչպիսին կարող են լինել։ Նրանք ընդվզում են մեծահասակների սահմանած ձևերի դեմ եւ շատ դեպքերում դա է պատճառը, որ նա դուրս է գալիս Շիլայի տնից։ Բացասական կողմն այն է, որ մարդիկ կարող են խորապես հիասթափվել մեծահասակներից, երբ գիտակցեն, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը եւ հետո հասկանան, թե ինչպիսին է։ Մեր աշխարհում այնքան սխալ բան կա։ Սակայն դրական կողմն այն է, որ դա ստեղծագործականություն է, դա երևակայություն է եւ այդ երևակայությունն ենք տեսնում գիտության, տեխնոլոգիաների, արվեստի եւ երաժշտության հիմնական նվաճումներում։ Ոչ բոլորը, բայց մեծամասամբ դրանք գալիս են դեռահասներից մինչև մոտ 25 տարեկան։ Ալբերտ Էյնշտեյնն առաջարկեց իր հիմնական գաղափարները, երբ դեռ 26 չկար։ Նա դեռևս դեռահաս էր։ Գիտեք, կարծում են, թե դեռահասները ներդրում չեն անում, սակայն նրանք ապագայի մեր հույսն են։ Այդ ստեղծագործ հետազոտումն է մեզ հանելու այս փորձանքից, որում հայտնվել ենք։ Մենք պետք է իսկապես խնամենք նրանց իրենց աննկարագրելի ներուժի համար, սատարենք նրանց ինքնության պահպանումը եւ որպես մեծահասակներ մտածենք, թե այդ 4 հասկացություններից քանիսն ենք մեզնում պահպանել։ Իմ ճանաչած շատ մեծահասակներ 4-ն էլ կորցրել են։ Մի անգամ ավագ դպրոցում մի դեռահաս բարձրացրեց ձեռքն ու ասաց. «Գուցե մեծերի սերունդը մեզ այդպես ատում է նրա համար, որ մենք ունենք այն, ինչ իրենք իրենց սրտի խորքում գիտեն, որ կորցրել են»։ Դա հետաքրքիր է։ Գիտեք, Դեն, երբ նայում եմ այս ցուցակին, մի քանի բան է անցնում մտքովս։ Մեկն այն է, որ ես պետք է պարզապես 1 րոպեով կանգ առնեմ եւ հարցնեմ ձեզ բոլոր նրանց անունից, ովքեր հուսամ դիտում են այս վեբինարը։ Ինչպես առավելագույնս ավելացնել այս հասկացություններում դրականը եւ նվազեցնել վտանգը, հատկապես երբ մեր ժամանակներում երիտասարդներն ավելի հակված են դեպի իրենց հասակակիցները, քան ծնողները։ Ի նկատի ունեմ համակարգված սոցիալ հուզական ուսումնառության պես պահանջում է շարունակական ջերմ հարաբերություններ կամ դրական վայրերի, դրական տարածքների ապահովում։ Ինչ կասեիք մեկին, ով հարցնում է. ինչպես անել դա, եթե դու Դեն Սիգելը չես, ինչպես արժանանալ նրանց ուշադրությանը, ինչպես ներգրավել նրանց դրականի մեջ։
Իմ ուսանողներից մեկը մի անգամ ասաց. «Օ, ձեր անունը Դեն Սիգել է», եւ ես ասացի. «Հա, իմ անունը Դեն Սիգել է»։ Նա ասաց. «Ոչ, կարծում եմ Դենս Իգել է», եւ ես ասացի. «Այն իրոք Դեն Սիգել է»։ Նա մեր առցանց ծրագրի իմ ուսանողն էր, մի կին էր Լաքոտա ցեղից։ Նա ասաց. «Ոչ, Dance Eagle, ինչը նշանակում է «Պարիր արծվի նման», իսկ երբ ես դեռահաս էի, շատ էի պարում, եւ դա տանը դարձել էր իմ անունը դեռահաս տարիքում։ Այնպես որ, այո, պարտադիր չէ Dance Eagle լինել դեռահասությունը պահպանելու համար։ Նախ եւ առաջ, Մարիա, ես գրեցի մտագրոհը, որովհետեւ ուզում էի, որ դեռահասները, նրանց ծնողները, նրանց ուսուցիչները, նրանց բժիշկները բոլորը ծանոթանան այս ամենին։ Եվ պատասխանելով ձեր հարցին, ինչպես ենք առավելագույնս մեծացնում այդ երևույթի լավատեսական կողմը եւ առավելագույնս նվազեցնում բացասականը, ասեմ, որ դրա մասին ամբողջ գիրքն է։ Հարցն էլ հենց դա է։ Խոսելով այդ մեկ հարցի մասին, ես կարող էի անդրադառնալ դրան քայլ առ քայլ, բայց պատասխանը գրքի էջերում է։ Մենք պետք է սովորեցնենք դեռահասներին, որ նրանք օժտված են հնարավորություններով, որ մենք ընդունում ենք, որ իրենք անհավանական ներուժ են եւ կրթենք նրանց։ Ես դրանք մտահայեցման հմտություններ եմ անվանում, բայց դրանք ամբողջությամբ համընկնում են սոցիալ-հուզական ուսումնառության հմտությունների հետ, միայն թե ներկայացված են նյարդաբանության այն բաժնի շրջանակներում, որ ուսումնասիրում է, թե ուղեղի որ հատվածներն են ներգրավված ներհայեցողության, ապրումակցման եւ ինտեգրման գործընթացներում։ Դա այն մասին է, թե ուր է գնում ուշադրությունը, ուր է գնում նյարդային գրգռումը եւ որտեղ են աճում նյարդային կապերը։ Այդ առումով դրանք կենսաբանորեն լավ հիմնավորված են։ Այնպես որ, միգուցե դա մի քիչ տարբերվում է սոցիալ-հուզական ուսումնառության փիլիսոփայությունից։ Մեր փիլիսոփայությունը հետևյալն է. դուք օգտագործում եք բանականությունը, որը միաժամանակ հարաբերական ու մարմնավորված է, որպեսզի ներհայեցողության, ապրումակցման եւ ինտեգրման միջոցով մեծացնեք ձեր աճի կայունությունը։ Իսկ մտագրոհ գրքի մոխրագույն էջերը սովորեցնում են կոնկրետ ինչպես դա անել։ Եթե ինչ-որ մեկն ասում է խորհուրդ տվեք, ինչ քայլերով առաջ շարժվեմ, ապա այդ քայլերը բառացիորեն շեշտադրված են գրքում, մասնավորապես մոխրագույն էջերում։ Իսկ համավարակի իրավիճակում, երբ ծնողները տանն են երեխաների հետ, կարող են այդ սկզբունքների հիման վրա իրենց դեռահասների հետ հանդիպումներ անցկացնել տանը։ Սա այս գրքի հետ կապված ամենաինքնատիպ փորձառությունն է, երբ ծնողները կարդում են գիրքն իրենց դեռահասի հետ միասին եւ սկսում են խոսել իրենց դեռահասի որպես անհավատալի գանձի ու ներուժի մասին, իսկ դեռահասը յուրացնում է այդ մոտեցումը։ Եթե չեք նայել գիրքը, ապա օգտակար կլինի նույնիսկ միայն այդ մոտեցումը, հարգալից զրույց է դեռահասի հետ։ Այստեղ լավ նորությունն այն է, որ նույնիսկ եթե այդ գիրքը մեր առջև դրված չէ, դուք ունեք, չէ, մի քանի սահիկ մտահայեցման այդ գործիքների, որոնցով մենք հենց հիմա կարող ենք կիսվել։ Պարզապես նայենք գլխուղեղին ձեռքի ափի մեջ։ Այն ինձ դուր է գալիս, որովհետև ես գիտեմ, թե ինչ է կատարվում ուղեղում, երբ ինչ-որ պահի ես բացում եմ իմ ափը։ Եվ վերջին 10 րոպեներին եկեք անցնենք մի քանի այլ գործիքների, որպեսզի մարդիկ որոշ գործնական ռազմավարություններ ունենան։ Լիովին համաձայն եմ, եւ մեր քննարկած որոշ հարցեր, որ մարդիկ ուղարկել էին, այդ մասին էին։ Ինչ պետք է անենք մենք։ Համավարակի ժամանակ կարելի է անցկացնել բառացիորեն 12 րոպեանոց հանդիպում, 15 րոպեանոց զրույց բանականության մասին։ Եթե դուք պարզապես սովորեցնեք ձեր դեռահասին եւ ինքներդ ձեզ, եթե չգիտեք, թե ինչպես դա անել, թե ինչպես հասկանալ բանականությունը։ Իդեպ սա եւ ներհայեցման եւ ապրումակցման առանցքն է։ Ձեր մարմնական զգացողությունները խրախուսում են ձեզ ներկապահին, եւ դա երկար պատմություն է գիտակցականության, տերմինով ասած, mindfulness-ի մասին։ Բայց երբ կենտրոնացած եք ձեր մարմնի զգացողությունների վրա, դուք այլևս խրված չեք անցյալում եւ չեք անհանգստանում ապագայի համար, դուք ներկայում եք։ Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանում գործընկերներս մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնք ցույց են տալիս, որ ներհայեցողությունը ճանապարհ է դեպի հույզերը կարգավորող այս հզոր մեթոդի մշակումը։ Եվ ինչպես Մարկ Բրեքիթն է հրաշալիորեն ասում Ռուլեր հետազոտության մեջ, նախ պետք է ճանաչել այդ ներքին վիճակները, հասկանալ դրանք, անվանել, արտահայտել եւ հետո կարգավորել։ Սա է սկիզբը։ Դեն դա հենց այնպես տեղի չի ունենում։ Սոցիալ-հուզական ուսումնառությունը մանրակրկիտ կերպով անում է այդ։ Դա պետք է մանրակրկիտ կերպով սովորեցնել։ Կարող ենք սկսել այդ 12 րոպեանոց հանդիպումներից տանը։ Պետք չէ, որ դրանք երկժամյա լինեն։ Ես դրանք անվանում եմ մտորելու երկխոսություններ։ Բանականությունն աշխատում է այս պատկերներում։ Բանականությունը տարբեր է ուղեղից իմիջի այլոց, եւ եթե ուզում եք քննարկել դա, կարդացեք Բանականության զարգացում գիրքը, բայց դա դասագիրք է մագիստրատուրայի ուսանողների համար, չէի ասի, թե հեշտ կարդացվող գիրք է։ Սակայն երբ ինչ-որ մեկն ասում է, թե այս գաղափարները չափազանց պարզ են, ես ասում եմ,
կա 500 էջանոց դասագիրք մագիստրատուրայի ուսանողների համար։ Եթե մտահոգ եք, որ չափազանց պարզ է, կարդացեք այդ գիրքը։ Իրականում արդեն կա գրքի հաջող աուդիո տարբերակը, կարող եք լսել, եթե ուզում եք տեղեկություններ գտնել պատկերների, զգացմունքների և մտքերի մասին, դա հենց սոցիալ-հուզական ուսումնառության մասին է։ Քանի որ սուբյեկտիվ փորձառությունը, որն առնվազն այս 4 բաներն են, տեղի է ունենում մեր մեջ, այն կոչվում է առաջին անձի փորձառություն։ Երբ դա տեղի է ունենում ուրիշի մեջ, դա կոչվում է երկրորդ անձի փորձառություն։ Եվ այն, թե ինչպես ենք մենք սովորում հարգել դա և կիսվել դրանով, հենց սոցիալ-հուզական ուսումնառության էությունն է։ Ինչ պետք է անեմ ես դրանց հետ, Դեն, ինչպես օգտվեմ դրանցից։ Պարզապես պետք է արտահայտել։ Շատ լավ։ Ես մի արտահայտություն ունեմ, անունը տուր, որ ընտելացնես։ Որքան զարմանալի է, հենց դա է ճիշտը։ Երբ անունը տալիս ես, դա կարելի է ցույց տալ ուղեղում, ուղեղը դառնում է ավելի ինտեգրված, իսկ երբ անուն չի տրվում, դա պարզապես հեղեղում է մարդուն։ Ասենք ես զայրացած եմ ընկերոջս վրա, իսկ եթե ասես ես համակված եմ ինչ-որ բանով, դա չի աշխատի, ես պարզապես տալիս եմ դրա անունը։ Ես զայրույթ եմ ապրում, և նույնիսկ դա այլ կերպ ասելը ես զայրացած եմ։ Ոչ, ես ավելի քան պարզապես զայրացած եմ, ես ունեմ զայրույթի զգացում, դա ինձ տալիս է իրականության բոլորովին այլ լեզվական պատկեր։ Իսկ ինչ է կատարվում ուղեղում կամ ինչու է անունը տալը աշխատում։ Դա հավանաբար մի շարք պատճառներ ունի, բայց մարմինն ինքն է անում առաջին ներդրումը, որտեղից էլ գալիս են հույզերը։ Մենք մի շարք գրքեր ունենք այդ մասին, օրինակ միջանձնային նյարդակենսաբանության շարքը, ինչևէ դա գնում է ուղիղ դեպի աջ կիսագունդը, որտեղ չկան լեզվական եզրույթներ։ Ուրեմն հույզը գալիս է այդտեղ, ուր կա ինքնակենսագրական հիշողություն, որը գերակշռող է աջ կիսագնդում։ Գիտեմ, քաղաքականապես դա անընդունելի է, բայց գիտականորեն ճշգրիտ է խոսել ձախ և աջ կիսագնդերի տարբերության մասին։ Իսկ եթե ուզում եք դա հարցականի տակ դնել, կարդացեք խնդրեմ բանականության զարգացումը 500 էջանոց գիրքը, որի մի գլուխը դրան է նվիրված։ Եվ որովհետև ես սպասում էի, որ մարդիկ դեմ են լինելու դրան, դուք կտեսնեք դրա գիտական հիմնավորումը։ Գիտնականներն ասում են՝ մի խոսեք ձախի և աջի մասին, բայց իրականում գիտությունը շատ հստակ է այս հարցում։ Աջ կիսագունդն ունի ամբողջ մարմնի ինտեգրված քարտեզ։ Մարմնի այս ներքին վիճակը ձևավորում է հույզերը, իսկ հետո այն անցնում է դեպի ձախ կիսագնդի լեզվական կենտրոնները։ Երբ ցույց են տալիս բուռն հուզական հիշողություններ արթնացնող լուսանկար, երբ անձը անվանում է այդ հույզն առաջ բերող անձի սեռը, տեսանկարում երևում է, որ ուղեղը ոչինչ չի անում։ Բայց երբ անվանում են հույզը տխրություն, վախ, զայրույթ, ամբողջ համակարգը, ձախ և աջ կիսագնդերը ներդաշնակվում են միմյանց հետ։ Երբ ձախ և աջ կիսագունդը աշխատում են միմյանց հետ, ամբողջ համակարգը հավասարակշռվում է։ Դա իրոք հետաքրքիր է, որովհետև պահանջում է շինարարական բլոկներ, որ հնարավորություն են տալիս մարդուն անվանելու մեկից ավելի հույզ։ Այսինքն, քանի մարդ էինք ասում, որ իրենց լավ կամ վատ են զգում։ Այսինքն, մենք այստեղ խոսում ենք դեռահասության մասին, բայց իրականում խոսում ենք շատ ավելի փոքր տարիքի երեխաների մասին, ամենասկզբից նրանց հետ նման հարգալից զրույցներ անցկացնելու մասին։ Ես կասեի մտորելու զրույցներ հարգալից տոնով, որ պետք է անդրադառնան սուբյեկտիվ փորձառության ներքին բնույթին, առնվազն վերլուծելով բանականությունը։ Դրա համար եմ սիրում այդ հապավումը։ Ասում են, ինչ է պետք անել, ինչ է պետք անել որպես ծնող, օգնեք ձեր երեխաներին սովորել վերլուծել իրենց բանականությունը։ Այո, Էմիլի, եկեք նայենք ինտեգրման մասին Սահիկին, որովհետև մենք անում ենք այս մտահայացման վարժանքները, մենք ուզում ենք, որ պատանիները կարողանան խոսել իրենց հույզերի մասին, որովհետև ուզում ենք հասնել նրան, ինչ դուք անվանում եք ինտեգրում, եւ միգուցե դուք կբացատրեք, թե դա ինչ է նշանակում։ Շատ լավ, նախ եւ առաջ դա կապենք սոցիալ-հուզական ուսումնառության հետ։ Ինձ շատ դուր է գալիս, թե ինչ է անում համագործակցություն հանուն ակադեմիական, սոցիալական եւ հուզական ուսումնառության խումբը։ Նաև բարեկամական հարաբերությունների մեջ եմ հիմնադիրներից շատերի Մարքի և Դենի հետ, ովքեր այլ մոտեցում ունեն հիմնված փայլուն գիտական և փայլուն գործնական կիրառությամբ դպրոցների վրա։ Ներհայեցման, ապրումակցման և ինտեգրման մտահայեցական մոտեցումը նույնպես հիմնված է գիտության վրա, պարզապես դա ուրիշ ռազմավարություն է։ Եթե նայենք մարդկային տառապանքներին, լինի դա հոգեբանական խանգարում կամ պարզապես պայքար սոցիալ-հուզական մարտահրավերների հետ, դա կարելի է մեկնաբանել որպես քաոս և ճկունության պակաս։ Բանականության զարգացում գրքում կգտնեք մանրակրկիտ գիտական հիմնավորում, որ առողջությունն ու դիմացկունությունը գալիս են ինտեգրման գործընթացից։ Եվ երբ ձեր առողջությունը բախվում է մարտահրավերների կամ դիմացկունություն չեք ցուցաբերում, ապա դուք հակված եք գնալ դեպի քաոս կամ ոչ ճկունություն, կամ երկուսը միասին։
Դա երկար քննարկման նյութ է, բայց բանականության զարգացում գրքի ամբողջ 500 էջը ներկայացնում է դրա գիտական հիմնավորումը, ըստ էության այս սահիկը։ Ես պարզապես պատրաստվում էի այլ սահիկ դնել։ Այստեղ ունեք այդ ճկունությունը, հարմարվողականությունը, հետևողական եք, ինչը ժամանակի ընթացքում դիմացկունություն է, եռանդուն եք և կայուն։ Եթե ես նայեի սրան, ապա կասեի, որ Սիգելը պարզապես չափից ավելի պարզեցնում է, բայց 25 տարի դրանով զբաղվելուց հետո, երբ իմ ուսանողներից 18-ի առաջադրանքն է եղել, փորձել են հերքել այն։ Բազմաթիվ գիտական նյութեր և հազարավոր հոդվածներ կան, որ հաստատում են այդ գաղափարը։ Սոցիալ-հուզական ուսումնառության հիմքը ինտեգրումն է, այսինքն առողջության և լավ լինելու հիմքը, ինչին հանգեցնում է սոցիալ-հուզական ուսումնառությունը, ինտեգրումն է։ Այսպիսով, ինտեգրումն այն է, երբ տարբեր բաներ կապակցվում են իրար, լինի դա արտաքուստ, սոցիալական հմտությունների հարաբերություններում կամ ներքուստ, սեփական մարմնի համակարգում, ներառյալ ուղեղը, որում կապակցում եք մարմնի տարբեր առումները, ինչը կոչվում է հուզական ինտելեկտ։ Ինձ համար հույզը ըստ էության շարժ է ինտեգրման մեջ, ինչի մասին մի ամբողջ գլուխ կա։ Եվ երբ նայում եք այդ տեսանկյունից, սոցիալ-հուզական ուսումնառությունը հենց այն է, ինչ պետք է դասավանդել դպրոցներում, որովհետև դա նպաստում է ինտեգրմանը։ Եվ երբ գործ ունեք 12-րդ դասարանցու հետ, որը պատրաստ է ոտք դնել աշխարհ, անկախ նրանից անցել է համավարակի միջով թե ոչ, երբ ասում եք ինչ կարող ենք անել կրթության հետ, երբ երեխաները նստած են տանը, ապա պատասխանը հետևյալն է՝ պետք է սովորեցնել ինտեգրում։ Ներհայեցողությունը, ապրումակցումը և ինտեգրումը այս մտահայեցական հմտությունները սոցիալ-հուզական ուսումնառության հիմքն են։ Դա հմտություն է, որը շարունակաբար տրվում է որպես պարգև։ Ես չգիտեմ, թե ինչ ունենք հաջորդ սահիկի վրա, բայց հիմնական եզրահանգումը հետևյալն է։ Կարող եք նայել ինտեգրման 9 ոլորտներին, ինչպես անում եք մտահայեցում գրքում կամ բանականության զարգացում գրքում։ Ես դա անում եմ մտագրող գրքում։ Եվ ես օրինակ ասում եմ դեռահասին. Քո ուղեղի վերամոդելավորումը քո գործն է։ Դու հիմա համավարակի շրջանում ես, դու ֆիզիկապես հեռացել ես քո ընկերներից։ Քեզ պետք է պահպանել քո կապակցվածությունը քո ընկերների հետ։ Իմ գործընկեր Դեյվիդ Ռոքը և ես մի բան էինք գրել, որը կոչվում է առողջ մտքի սկավառակ։ Դա և գրքում կա, և մեր կյանքում։ Կարող եք ամեն օր անել այդ 7 վարժություններից յուրաքանչյուրը։ Սրանք 7 վարժություններ են, որոնք ոչ միայն ուղեղը պահում են առողջ, այլև ինտեգրված։ Եթե նայեք Սմիթի և գործընկերների 2015 թվականի հետազոտությունը, այն ցույց է տվել, որ միակ գործոնը, որը կանխատեսում է առողջությունը և որ հնարավոր է գնահատել, դա այն է, թե ինչպես են կապակցվել ուղեղի տարբերակված հատվածները։ Այլ կերպ ասած, ինտեգրումն ըստ այդ հետազոտության առողջության բոլոր հնարավոր չափումների կանխատեսման համար մեկ գործիք էր։ Եթե տեսնում եք որևէ խնդիր ունեցող երեխայի, դեռահասի կամ նույնիսկ մեծահասակի, ապա նրանք ինտեգրման խախտում ունեն ուղեղում։ Եվ երբ նայում ես ձեռնարկված միջոցներին, օրինակ գիտակցման վարժանքները, որոնք բարելավում են առողջությունը, ապա նրանք մեծացնում են ուղեղի ինտեգրումը։ Երբ ինտեգրումն առկա է, ունենք առողջություն և դիմացկունություն, դրա բացակայությունը քաոսի և ճկունության պակասի պատճառ է դառնում, այսինքն բերում է վատ առողջության և դիմացկունության պակասի, ու մենք առ այսօր չենք գտել ոչ մի բացառություն։ Դե ինչ, մեր զրույցի ավարտին ես ուզում եմ ասել, որ համագործակցություն հանուն ակադեմիական, սոցիալական և հուզական ուսումնառության կայքում ունենք սոցիալ-հուզական ուսումնառության մասին բաց ռեսուրսներ և Դենի առաջարկած նյութերի հղումները, որոնք մանրամասնում են, թե ինչպես կարող եք հասնել կամ օգնել երիտասարդներին հասնել այդ ինտեգրմանը։ Դեն, իրոք հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է կատարվում ուղեղում և ընդհանուր առմամբ հասկանալ, որ մեր առաջին նպատակն է պահպանել կապը մեր երիտասարդների հետ։ Հետո կրթել նրանց սոցիալ-հուզական ուսումնառության հուզական գրագիտության ունակությամբ, որպեսզի կարողանան ընդունել բոլոր գալիք մարտահրավերները, բայց առանցքայինը մեր հարաբերություններն են։ Որ 3 բաներ կուզենայիք, որ հիշեինք բաժանվելուց առաջ։ Գիտեք, այդ 3-ից առաջինն այն է, որ դուք որպես մեծահասակ կարող եք օգնել դեռահասներին հասկանալու, որ սա մոլեգնած հորմոնների ահավոր ժամանակաշրջան չէ և սարսափելի բաներ չեն կատարվելու, իսկ եթե դեռահաս եք, ապա կարող եք լսել հասկանալու սա։ Ձեր որպես մեծահասակի վերաբերմունքը դեռահասի հանդեպ իրականում ուղղակիորեն ազդելու է դեռահասության ձեր փորձառության վրա, այնպես որ եթե պարզապես հիշեք մեր այսօրվա զրույցը, ապա ես հույս ունեմ, որ դա կփոխի հատկապես համավարակի շրջանում յուրաքանչյուրի կյանքի մաս կազմող քաոսի ու ճկունության պակասի հանդեպ ձեր վերաբերմունքը և մեկնաբանությունը։
Ու եթե ես նկատում եմ, որ կարող եմ օգնել ինքս ինձ եւ թիմային աշխատել իմ դեռահասի հետ, որպեսզի մեծացնենք ինտեգրումը, ապա դա առաջինն է։ Երկրորդն այն է, որ կարող ենք ոչ միայն օգնել դեռահասներին, այլև սոցիալ-հուզական հմտություններ փոխանցել նրանց, ինչը հրաշալի կերպով անում է համագործակցություն հանուն ակադեմիական, սոցիալական եւ հուզական ուսումնառության թիմը։ Մենք դրանք անվանել ենք մտահայեցման հմտություններ, որոնք ըստ էության սոցիալ-հուզական հմտությունների հոմանիշն են։ Դեռահասները սովորում են, թե ինչպես փոխել իրենց ուղեղի վերամոդելավորման ձևերը։ Սա գիտական տերմինով ասած նեյրոպլաստիկ կողմնորոշում ունեցող մոտեցում է, որը տալիս է ուղեղի անատոմիայի եւ գործունեության վրա հիմնված շատ որոշակի ճշգրիտ կարգավորված հմտություններ։ Դա երկրորդ տեխնիկական ուղերձն է։ Դուք փաստորեն կարող եք սովորել այդ մտահայեցման հմտությունները, որոնք նյարդային ծագում ունեն, որպեսզի օգնեք ձեր երեխային ավելի ինտեգրված ուղեղ ձևավորել։ Եվ երրորդ տնային աշխատանք ուղերձը ճիշտ այն է, ինչ դուք ասացիք, Մարիա, որ բանականությունը լիովին ներկա լինի մեր դեռահասի հետ հարաբերություններում։ Ուստի պետք է հարգել ձեր դեռահասի հարաբերությունները ձեր հետ, բայց անհրաժեշտ է մի քիչ ավելի հեռուն գնալ եւ բացի ծնողներից ընդգրկել այլ մեծահասակների, որպես մենթորներ, ինչն իրոք շատ կարևոր կլինի մեր այսօրվա մշակույթում, այսինքն հարգել սոցիալական կապվածություն ունենալու նրանց կարիքը, նույնիսկ երբ ֆիզիկական հեռավորություն են պահպանում։ Ու նաև գիտակցել, որ մեր կապաբնության հետ պարզապես մենք ապրում ենք այս մոլորակի վրա տիպի հայտարարություն չէ, այն մեր բանականության մասն է։ Ինչպես դեռահասներն են ասում, ուզում եմ հիշել Գրետա Թունբերգի հետ աշխատող աղջկա անունը, Սիեթլից։ New York Times ամսագրի համարը վերնագրված է էկոտագնապ ու լրագրողը հարցնում է նրան. Արդյոք դա սթրեսային վիճակ չի ստեղծում ձեր համար։ Եվ նա տալիս է հրաշալի հզոր պատասխան։ Գիտեք ինչն է իրոք սթրեսային։ Դա ձևացնելն է, իբր աշխարհում ամեն ինչ լավ է, փորձելով անտեսել իրականությունը։ Ես այնքան ոգևորված էի նրա ասածներով, եւ դեռահասները մեզ այնքան բան կարող են սովորեցնել։ Ներեցեք դեն, դուք ներկայացրիք որոշ գաղափարներ եւ որոշ գործիքներ, օգնեցիք գիտակցելու, որ ոչինչ հեշտ չի տրվում։ Հնարավորություն տվեցիք բոլորիս ապահով ելք գտնելու իրավիճակից ձեր եւ համագործակցություն հանուն ակադեմիական, սոցիալական եւ հուզական ուսումնառության առաջարկած գործիքների շնորհիվ։ Շատ շնորհակալ ենք այս ընդարձակ զրույցի եւ 1 ժամանոց վեբինարի մեջ այդքան ամփոփելու համար։ Հիմնական կետերով եւ բաժանվելուց առաջ ես պարզապես ուզում եմ կիսվել, թե ինչ վերցրի ինձ հետ, որ սա դժվար աշխատանք է նաեւ մեծերի համար, եւ ես պարզապես ուզում եմ շեշտել ձեր ասածն այն մասին, որ մեծահասակները նաեւ իրենց մասին պիտի հոգ տանեն։ Ես հույս ունեմ, որ ձեր դեռահասի հետ հարաբերություններում դուք կհոգաք նաեւ ձեր մասին եւ ամեն ինչ լավ կլինի ու կմնաք կապի մեջ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։